Ժամի հոգաբարձունի օպտիմիստից տոլերագրում Նիկոլ Փաշինյանին խնդրում են ինձ հետապնդեք այդպես է պատասխանել իրավապահներով եք պայքարում իսկ Նիկոլ Փաշինյանը պատասխանել այս չեն պատասխանելու հարցերին ասել է Փաշինյանը այլ հարցերի Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել Հորստալով լրագրողին
իր տվակերպման չհետապատկել իրեն։ Ձեր կադրում տեսնում եք որքան ոստիկանական ուժեր են այդտեղ կենտրոնացել, շտաբօգնություն ժամանեց։ Եկեք մայրաթոր, բոլոր հայերին, զնդակին հայերին, կողքից մի նայեք, իջեք մայրաթոր, մայրաթորը բոլորից կարիք ունի։ Կոչեր քաղաքացիների հավաքվելու մայրաթորը ձեր օգնության կարիքն ունի, ասում է Վահագն Չախալյանը կոչանելով բոլորին հավաքվել այստեղ։ Որոշ մեր գործընկերների հաջողվել է դարձյալ մուտք գործել Վեհարանի այն հատված, այնտեղից ստացված տեղեկությունների համաձայն Միքայել Սրբազանը գտնվում է Վեհարանում, ուժային կառույցները շրջափակել են այդ հատվածը։ Իսկ դրսում արդեն դուք տեսնում եք, թե որքան ոստիկանական ուժեր են կուտակվել։ Ստացված տեղեկությունների համաձայն բարեկային ծառայողները փակել են Իսակովի պողոտան, որպեսզի ազդաշտակիցները կարողանան անարգել տեղաշարժվել Երևանից դեպի Էջմիածին։ Միաժամանակ հնչեց այստեղից կոչ ուղղված քաղաքացիներին հավաքվել մայրաթորի մոտ պաշտպանելու Վեհարանը։ Մայրաթորը ձեր օգնության կարիքն ունի, ասաց Վահագն Չախալյանը, կոչ անելով բոլորին հավաքվել այստեղ։ Դեպի փոխանց ենք, ում ենք տալ։ Ես էլ կխմեի, բայց խմե։ Ինքը չգամակ են զվետ, ձերմեր պստալը դասը։
Հարգելի հետևորդներ, հրատապ Միքայել Աջապարյանի փորձում են այլ մուտքից հեռացնել, այս մասին մեզ հայտնեց նրա փաստաբանը, ասում են, որ մեքենան, որով տեղափոխելու են Միքայել Սրբազանին, այս պահին արդեն Բեհարանի տարածքում է, հակ այլ մուտքից։ Я понимаю, я сказал, Маша, сейчас это невозможно. Сейчас в этом состоянии это невозможно. Не только вы кадры посмотрите. Կարամ ասեմ այդ մասին։ Կարամ ասեմ այդ մասին։ Հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ, որ ԱԱՑ-ն արդեն այն մեքենան, որով ըստ երևույթին բերման են ենթարկելու Միքայել Աջապարյանին, ներս են մտցրել։ Ես տեղեկացնեմ, որ քաշքշոցի ընթացքում կոտրվել են նաև մեր գործընկեր լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչի տեսախցիկը։
Ասում են, բաց է։